Важный эксперимент. Стрельба в коробку из-под холодильника. Раз, два, три. Это довольно сложно. Ну, конечно. Փորձարարական հնագիտությունը ունի մի քանի սկզբունքներ, որոնցից ամենակարևորը աուտենտիկ, նույնական տեխնոլոգիաների կիրառումն է հետազոտվող առարկայի վերականգնման ժամանակ։ Ենթադրենք մենք հետազոտում ենք բրոնզեդարյան մի իր, որը իր կառուցվածքով եւ ձևով նույնական է բրոնզեդարում պատրաստված առարկայի հետ, բայց մենք այս առարկայի վերակազմության ընթացքում իրավունք չունենք կիրառելու ժամանակակից տեխնիկական սարքային մոտեցումները։ Այլ մենք պետք է ամբողջ process-ը փորձենք վերականգնել ելնելով այդ ժամանակաշրջանի բրոնզեդարյան կամ երկաթեդարյան կամ միջնադարյան էականչի վարպետի կիրառած հնարներով։ Դա տեղի ունենում առարկայի հետկաբանական հետազոտությամբ, կառուցվածքի հետազոտությամբ, չափագրություններով, մոդելավորումով, սիմուլյացիաներով մենք փորձում ենք եռաչափ մոդելավորել առարկաները, ստանալ ձուլման հնարավոր տարբերակները, հումքը հետազոտել, որոշ մետաղագրական հետազոտություններ կան դրանց վերաբերյալ։ Այստեղ ներկայացված է Լեռնակերտից հայտնաբերված ձիու կոնքոսկրից պատրաստված աշխատանքային գործիքը, սղոցանման։ Ուսումնասիրելով տվյալ աշխատանքային գործիքը եւ բարձելով դրա պատրաստման մեթոդաբանությունները, մենք հասկացանք, որ այն պատրաստվել է ամենայն հավանականությամբ բրոնզե գործիքով խազեր կամ քերծվածներ կատարելու միջոցով։ Եվ ըստ երևույթի նույն միջոցները կիրառելով կարող ենք նաև մենք փորձել համապատասխան գործողությունների միջոցով ստանալ տվյալ աշխատանքային գործիքները եւ ոչ միայն այս։ Հրապարակված նյութերի հիման վրա ես փորձում եմ կատարել նույն այդ իրերի եռաչափ մոդելավորումը եւ վերականգնել հնագիտական միջավայրը։ Դա կլինի օրինակ կացարան, դա կլինի օրինակ դամբարանախույց իր իրերով, քանի որ մենք ինքներս գիտենք, պեղումներից հետո դամբարանախույցը որպես այդպիսին իրերը հանվում են եւ նա արդեն իր իսկ նախնական տեսքը չի ունենում, բայց վիրտուալ իրականության մեջ գոնե վիրտուալ տեսքով դա կարելի է պահպանել։ Ավելին, երբեմն երբ որ պեղումները կատարում են դամբարանախցերի ոչ բոլոր իրերն են իրենց նախնական տեղերում լինում։ Եվ այս պարագայում օրինակ եռաչափ վերակազմության միջոցով կարող ենք մի քանի օրինակ մշակել եւ ցույց տալ եւ ասել, որ այս օրինակներից ինչ որ մեկը կարող է լինել իրականությունը, քանի որ ստույգ իրականությունը չգիտենք ինչպես կարող են իրերը դասավորված լինել։ Մեր վերակազմությունների process-ների մեջ իմ համար շատ առանձնահատուկ եւ կարեւոր են այս երկու տեսակ սակրերի վերակազմությունները։ Եթե նման 3 ելուստներ ունեցող սակրեր Հայաստանից հայտնաբերվել են, օրինակ Հոռոմի դամբարանադաշտի, շնորհակալություն մեր գործընկեր Ռուբեն Պադալյանին նյութը տրամադրելու համար, այսպիսի 3-6 ելուստներ ունեցող սակրը Հայաստանում միակն է։ Եվ վերակազմել այս երկու սակրերի տեխնոլոգիական առանձնահատկությունները, փորձել հասկանալ դրանց կիրառության ոլորտները եւ դրանց տնտեսական, ռազմական, ծիսական պոտենցիալը, այս սակրը դարձնում է առանձնահատուկ գիտական նշանակություն եւ մեր առաջին հոդվածն նվիրված է հենց այս սակրի գիտական վերակազմության խնդիրներին։ Գոյություն է ունեցել նմանատիպ սակրերի պատրաստման երկու տեխնոլոգիա։ Մեկը քարե կաղապարի միջոցով պատրաստված սակրերն են, որոնցից ունենք օրինակ Հոռոմից հայտնաբերված, եւ կա սակրերի ելուստավոր սակրերի պատրաստման մոմե կաղապարի միջոցով պատրաստվելու տեխնոլոգիան։ Ինչ է դա նշանակում։ Եթե քարե կաղապարը երկփեղ կաղապար էր, քարի մեջ փորվում էր համապատասխան ֆորման եւ համաձուլված կլցվում էր կաղապարի մեջ, սառեցում էր, այնուհետև սկսում էր մշակվել, պարզ տեխնոլոգիա է, ապա մոմե կաղապարի միջոցով տեխնոլոգիան շատ ավելի բարդ էր եւ ինդիվիդուալ, անհատական մոտեցում էր պահանջում յուրաքանչյուր առարկայի համար։ Սկզբնապես բրոնզեդարյան վարպետը մոմի պարաֆինի միջոցով պատրաստում էր մոդելը, այնուհետև դա թրծում էր կավով, հալեցված մետաղը լցվում էր այդ մոդելի մեջ, դուրս էր գալիս արդեն մետաղի միջուկը, որը սկսում էր մշակվել։ Եվ մենք փորձեցինք մոդելավորել այս սակրի երկու
պատրաստման երկու տեխնոլոգիաներն էլ եւ եկանք այն եզրակացության, որ բրոնզոդարյան այս սակրը պատրաստված է մոմե կաղապարի միջոցով։ Այդ տեխնոլոգիայի վերականգնման process-ի կիրառման, սակրի պրակտիկ կիրառման, այսինքն ինքը եղել է ռազմական իր, թե եղել է ծիսական եւ իշխանության խորհրդանիշ, կատարել ենք ռեալ փորձարկումներ, ռեալ պայմաններում բրոնզոդարյան ռեալ այլ զենքերի նմանակումների հետ։ Այսինքն միջազգային չափորոշիչներին համապատասխան փորձել է սիմուլացնել սակր դաշույն, սակր նիզակ, սակր վահան, նիզակ վահան համադրություններով կռիվներ, որի ընթացքում այս զենքի կոնկրետ այս զենքի արդյունավետությունը ցույց է տվել, որ սա կարող էր իհարկե վնաս հասցնել, բայց հիմնվելով զուգահեռ բազմաթիվ տվյալների վրա մենք կարծում ենք, որ սա եղել է ծիսական բարձրագույն իշխանության խորհրդանիշ, քանի որ նախ գտնվել էր անվավոր փոխադրամիջոցի ուղեկցությամբ թաղումում, տամբարանում եւ այսպիսի մի սակր իր ձեռքին ունի Խաթուսասի տարբասներում խետական թագավորության մայրաքաղաք Թեշուբ աստվածը, ամպրոպի աստվածը, որը ցույց է տալիս դրա աստվածային իշխանական բնույթը։ Первое, что начинают делать люди, это реконструкция стрелы. Чаще всего, когда мы в археологии изучаем погребения, мы находим только наконечники, конечно, потому что органические материалы, дерево, оперение, сухожилие, все это истлевает. Но по параметрам наконечника, по ширине черешка или втулки, если это втульчатый наконечник, можем судить о ширине древка. По весу наконечника можем рассчитать, по этим параметрам и весу наконечника, можем рассчитать длину древка. Можем рассчитать, зная длину древка, можем рассчитать вес стрелы. А исходя из веса стрелы, понять, лук какого минимального натяжения нужен, чтобы стрелять. А тут уже поле для реконструкции самого лука. Как правило, для большей части ареала бронзового века у нас ведь нет письменных источников. Ну и даже там, где есть, они решают не все вопросы, не все проблемы. И мы должны воспринимать артефакт как источник информации об обществе. Потому что в конечном счете мы изучаем общество. Артефакт нам может очень многое сказать об обществе. То есть, когда мы держим в руках копье, мы не только анализируем его форму и тип, который там можем географически локализовать, и уж тем более не просто говорим о его какой-то эстетической ценности, как было в археологии там, в 19 веке, в начале 20 даже века, это был такой антикваризм. Посмотрите, сделано вот в таком-то стиле и так далее. То это важно, конечно, но мы на него смотрим с точки зрения того, откуда брали сырье для его производства, как его добывали, как его транспортировали, а кто контролировал эту транспортировку. Какой уровень мастерства нужен, чтобы это копье изготовить? Это может быть домашнее производство, что какой-нибудь отец семейства мог сделать, или это все-таки был специалист, который работал, на этом специализировался, а это значит, что этот специалист, он выведен из сферы общественно полезных работ. То есть вот он, может быть, там хлеб не возделывает, но делает копья и другие изделия. А если это такое специальное изделие, наверное, им нужно было как-то специально уметь пользоваться. Это просто такое охотничье копье, которое было у каждого дома и в каждом домохозяйстве, и с ним ходили на охоту, скажем. Или это именно специализированное оружие, чтобы воевать. А если специализированное оружие, то есть был специалист, воин, который тренировался, чтобы им пользоваться. И опять же, это выводило его из сферы производства. Это инвестиции не только в материалы и в производство, но и в подготовку человека. И это очень важно. И когда мы наблюдаем, например, вот такое изделие, такое копье, мы точно можем сказать, что это специальная вещь. Она требовала больших затрат в производстве, больших знаний и больших инвестиций в подготовку специалиста.
И если они считают, это общество, древнее общество, считало нужным готовить такого специалиста, вкладывать такие инвестиции, значит, это было чем-то оправдано необходимостью демонстрации статуса или реальной внешней угрозой. Это все важные данные. Լաբորատորիայի խնդիրն է վերականգնել Հայաստանի բրոնզի տարի տնտեսական պոտենցիալը տեխնոլոգիաների վերականգնման միջոցով, դիտարկելով այդ ամենը աշխարհ համակարգային մեթոդով։ Դա նշանակում է հայաստանյան տվյալները համադրել աշխարհ համակարգի կենտրոնների հետ, պերիֆերիա, կենտրոն, կիսապերիֆերիա տրամաբանության մեջ, հասկանալ հումքային ռեսուրսների տեղաշարժը, հասկանալ գաղափարների տեղաշարժը, հասկանալ Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների պատճառահետևանքային կապերը եւ դա ներկայացնել էքսպերիմենտալ հնագիտական վերակազմությունների տեսքով ոչ միայն առարկաների, այլ նաեւ ամրոցներում պեղումների, հուշարձաններից հայտնաբերված իրերի վերակազմությունների, ճարտարապետական մոդելավորումների եւ տարատեսակ միջոցառումների տեսքով։ Когда мы изучаем бронзовый век, мы не просто коллекционируем какие-то интересные истории, сюжеты, чтобы вот их потом рассказывать вот на телевидении или там в интернете, и все такие, да, интересная история, а чтобы иметь такой прогностический потенциал, потому что люди сталкивались с проблемами, конфликтами, кризисными ситуациями, и, может быть, не по форме, но по сути эти кризисные ситуации повторяются и сейчас. И когда мы изучаем их, мы изучаем себя. И потенциально можем решать наши сегодняшние проблемы. Look, this arrow is very flexible.